Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Իսրայելի պետությունը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին, որը մոտ ապագայում կհանգեցնի Իսրայելի պետությանը հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով հարվածի, ասել է նախարարը։ Կացը երկրում հայտարարել է արտակարգ դրություն։ Իսրայելի պաշտպանության ուժերը կոչ են անում մարդկանց մնալ ապաստարանների մոտ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքում պետք է ձևավորվեն մի քանի առանձին ազգային պետություններ։ Բուդանովի խոսքով նման զարգացումը իր գնահատմամբ կբարձրացնի Ուկրաինայի եւ եվրոպական երկրների անվտանգության մակարդակը։ Նա ընդգծել է, որ Կիևը պետք է ստեղծի համապատասխան պայմաններ այդ նպատակի համար, Ուկրաինային բնորոշելով որպես Եվրոպայի վահան։ Պակիստանի եւ Աֆղանստանի միջև հակամարտությունը կարող է վերաճել լայնամասշտաբ միջուկային բախման։ Նման գնահատական է տվել ռազմական փորձագետ Վասիլի Դանդիկինը։ Նրա խոսքով, թեև Պակիստանը չի մտնում պաշտոնական միջուկային տերությունների հնգյակի մեջ, այն փաստացի ունի միջուկային զինանոց։ Վերջինս նշել է, որ եթե հաղորդվող տեղեկությունները Աֆղանստանի կողմից պակիստանյան միջուկային օբյեկտների վրա հարվածների մասին հաստատվեն, իրավիճակը կարող է կտրուկ սրվել, ստեղծելով միջուկային աղետի վտանգ։ Փորձագետը ընդգծել է, որ Պակիստանը ունի ինչպես հրթիռային, այնպես էլ մարտագլխիկային հնարավորություններ, ինչը լարվածությունը դարձնում է առավել վտանգավոր։ Նրա գնահատմամբ միջազգային հանրությունը, մասնավորապես ՄԱԿ-ը, պետք է միջամտի եւ փորձի կանխել իրավիճակի հետագա սրացումը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ կաջակցի Իրանի կառավարության դեմ ռազմական գործողությանը։ Կարծում եմ, Իրանում մարդիկ օգնություն են փնտրում գործող ռեժիմը փոխելու համար, որը բացահայտորեն ցանկանում է հարձակվել այլ երկրների վրա եւ մեծ վնաս է պատճառում։ Այս ռեժիմը գոյություն ունի երկար տարիներ, մարդիկ իրավունքներ չունեն, մարդիկ են անհետանում, հազարավոր մարդիկ սպանվում եւ մահապատժի են ենթարկվում, հայտարարել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ կաջակցի ռեժիմի դեմ գործողությանը, այլ ոչ թե ժողովրդի։ Դա մեծ տարբերություն է։ Ես գիտեմ, որ ԱՄՆ-ն եւ իրանական ռեժիմը ներկայումս բանակցություններ են վարում։ Իհարկե, բանակցությունները ավելի լավ են։ Ես կարող եմ այդպես ասել, քանի որ մենք պատերազմի մեջ ենք, բայց վստահ չեմ, որ գործող ռեժիմը անկեղծորեն է կիսում այս գաղափարը։ Ես վստահ չեմ, բայց կտեսնենք, եզրափակել է Ուկրաինայի առաջնորդը։ Ֆրանսիացի քաղաքական գործիչ հայրենասերներ կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն հայտարարել է, որ նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկած միջուկային նախաձեռնությունը հանդիսանում է Ռուսաստանի դեմ ուղղված ավելի լայն ծրագրի մաս։ Ֆիլիպոյի խոսքով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Ուկրաինա բազմազգ ուժեր ուղարկելու գաղափարին։ Քաղաքական գործիչը պնդել է, որ Մակրոնի կողմից հնչեցվելիք եվրոպականացված միջուկային զսպման առաջարկը տեղավորվում է նույն տրամաբանության մեջ։ Նրա գնահատմամբ նման քայլերի նպատակն է ուժեղացնել եվրոպական միասնական պաշտպանական կառուցվածքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մակրոնը պատրաստվում է հանդես գալ ելույթով, որտեղ կարող է առաջարկել եվրոպական դաշնակիցներին Ֆրանսիայի կողմից միջուկային պաշտպանություն տրամադրելու գաղափարը։ Չինաստանը կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ դեպի Իրան ուղևորություններից, իսկ նրանց, ովքեր արդեն գտնվում են Իրանի տարածքում, հորդորել է հնարավորինս շուտ լքել այդ երկիրը, հաղորդում է Global Times թերթը։ Իրանում անվտանգության հետ կապված իրավիճակը հաշվի առնելով, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև Իրանում Չինաստանի դեսպանությունը եւ հյուպատոսությունը հիշեցնում են չինացի քաղաքացիներին, որ անհրաժեշտ է զերծ մնալ դեպի Իրան ուղևորություններից, իսկ Իրանում գտնվող Չինաստանի քաղաքացիները պետք է հնարավորինս շուտ լքեն երկիրը, նշված է Չինաստանի ԱԳՆ հյուպատոսական գործերի վարչության հաղորդագրությունում։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին Թեհրանում չէ, նա տեղափոխվել է անվտանգ վայր, հաղորդում է Reuters-ը, հղում անելով իրանցի պաշտոնյային։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին։ Իսրայելը փակել է իր օդային տարածքը Իրանի վրա կանխարգելիչ հարվածից հետո, հայտարարել է օդանավակայանների վարչությունը։ Բոլոր քաղաքացիական օդանավակայանները ներկայումս փակ են, թռիչքներն ու վայրեջքները դադարեցված են։ Ուղևորները այս պահին չպետք է մեկնեն օդանավակայան եւ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար պետք է դիմեն իրենց ավիաընկերություններին, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է Իրանի դեմ խոշոր գործողություն։ Որոշ ժամանակ առաջ Միացյալ Նահանգների զինված ուժերը սկսեցին խոշոր մարտական գործողություններ Իրանում, ասել է Թրամփը։
ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Իրանին ինչպես օդից, այնպես էլ ծովից, հաղորդում է Reuters-ը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։ Գործակալությունը լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ մարտի 4-ի լիագումար նիստում չի ներկայացնի խորհրդարանական գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։ Ինչպես պարզաբանել է խորհրդարանի խոսնակը, զեկույցի ներկայացումը կհետաձգվի մինչև հաջորդ նստաշրջան։ Ըստ Պապուաշվիլիի զեկույցը կհետաձգվի Հայաստանի վարչապետի նախատեսված այցի պատճառով։ Հայաստանի Հանրապետության վարչապետը նախատեսված այց ունի Վրաստան, ասել է նա։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, թե ինչպես է գնահատում ընդդիմության շրջանում տիրող իրավիճակը։ Նա մասնավորապես նշել է, պետք է անկեղծորեն խոստովանել, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել։ Այդ պարագայում պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է։ Անհրաժեշտ է վերջիվերջո հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է։ Լինելով ինքնաբավ եւ կայացած անձնավորություն, Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը, նշել է առաջին նախագահը։ Ներքին գործերի նախարարի պաշտոնավարումից ի վեր աջակցում ենք միայն այն նախագծերին, որոնք ստացել են ԿԳՄՍ նախարարության մասնագիտական դրական եզրակացությունը։ Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար կինոարտադրությամբ զբաղվող կազմակերպություններից ստանում է դիմումներ ֆիլմերի նկարահանումներին աջակցելու համար։ Տեղեկացնում ենք, որ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի պաշտոնավարումից ի վեր որդեգրվել է հստակ քաղաքականություն։ Նախարարությունը չի աջակցում այն ֆիլմարտադրական նախագծերին, որոնք չեն ստացել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դրական մասնագիտական եզրակացությունը, ասված է հաղորդագրության մեջ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես է եկել սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության բացման արարողությանը։ Հաճույքով ենք ընդունում այս առաջնությունը, ուրախ ենք արձանագրել, որ ՀՀ-ն դառնում է Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների արդեն սովորական վայր։ Համոզված եմ, որ այս առաջնությունները նոր խթան կտան ընդհանրապես միջազգային սպորտի զարգացմանը եւ տվյալ մարզաձևերի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում։ Բոլորիդ մաղթում եմ դիպուկ հրաձգություն, ասել է վարչապետը։ Իրանին հնարավոր ամերիկյան հարվածի մասին հաղորդագրությունների ֆոնին Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին նամակ է ուղարկել իր ենթականերին, կոչ անելով նրանց լքել հրեական պետությունը։ Այս մասին հաղորդել է New York Times-ը, հղում անելով աղբյուրներին։ Ըստ թերթի որոշումը կայացվել է Հաքաբի երեկ երեկոյան ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած զրույցներից հետո։ Նա խորհուրդ է տվել օգտագործել Բեն-Գուրիոնի օդանավակայանը մեկնելու եւ այլ երկիր թռչելու համար։ Խուճապի մատնվելու կարիք չկա, բայց նրանց համար, ովքեր ցանկանում են մեկնել, կարևոր է հնարավորինս շուտ պլանավորել իրենց մեկնումը, ասվում է Հաքաբիի նամակում։ Պակիստանի եւ Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները գտնվում են զարգացման ակտիվ փուլում։ Այս մասին հայտարարել է Պակիստանի Սենատի պաշտպանության հանձնաժողովի նախագահ սենատոր Մուշահիդ Հուսեյն Սայեդը։ Ներկայումս արձանագրվում է Ռուսաստանի եւ Պակիստանի միջև հարաբերությունների զարգացման ակտիվ եւ դինամիկ փուլ, նշել է սենատորը։ Նրա գնահատմամբ համաշխարհային ուժերի բալանսը տեղափոխվում է արևմուտքից դեպի արևելք, ձևավորելով նոր աշխարհակարգ, որի պայմաններում արևմուտքը աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունը։ Իրանի մշակած բալիստիկ հրթիռները տեսականորեն կարող են խոցել Եվրոպայի տարածքում գտնվող թիրախներ, հայտարարել է ռազմական գիտությունների դոկտոր առաջին աստիճանի պահեստազորի կապիտան Կոստանտին Սիվկովը։ Նրա խոսքով Իրանի եւ Իսրայելի միջև բախումների ընթացքում իրանական հրթիռները հաղթահարել են ավելի քան 2000 կիլոմետր հեռավորություն, ինչը ըստ փորձագետի վկայում է, որ դրանց հնարավոր հեռահարությունը կարող է հասնել 3000 կիլոմետրի եւ ավելի։ Վերջինս նշել է, որ այդ դեպքում եվրոպական մի շարք երկրներ կարող են հայտնվել հասանելիության գոտում, ինչպես նաև հիշեցրել է Թեհրանի հայտարարությունները ամերիկյան ռազմաբազաների խոցելիության վերաբերյալ։ Փորձագետը հավելել է, որ բալիստիկ հրթիռները կարող են մանևրել թռիչքի ընթացքում, ինչը դժվարեցնում է դրանց խոցումը գործող հակաօդային պաշտպանության համակարգերով։ Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի նույն եռակողմ ձևաչափով, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ինչ վերաբերում է ձևաչափին, ապա խոսքը եռակողմ ձևաչափի շարունակության մասին է, նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նրա խոսքով կողմերի միջև աշխատանքային շփումները շարունակվում են, իսկ նոր հանդիպման ժամկետների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի, երբ դրանք վերջնականապես համաձայնեցվեն։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Նիստին անվտանգության խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, Հայաստանի Հանրապետության դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին, հակազդման միջոցառումներին, ինչպես նաև առցանց հարթակներում, այդ թվում սոցիալական ցանցերում երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերին։ Իրական խաղաղության միակ ճանապարհը բոլոր պատանդների ազատ արձակումն է։ Այս մասին ասել է Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի որդին Դավիթ Վարդանյանը, հարցազրույց տալով ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը։ Հորս հետ հեռախոսով խորհրդակցելուց հետո որոշել ենք չբողոքարկել դատավճիռը, Ադրբեջանում հաշվի առնելով ադրբեջանական դատարանի կողմնակալ եւ միակողմանի դիրքորոշումը։ Տեղի ունեցածն իրական դատաքննություն չի եղել, այլ քաղաքական շոու նախատեսված ներքին լսարանի եւ հնարավոր է նաեւ որոշ արտաքին դիտորդների համար։ Սա անկասկած արդար եւ օրինական դատավարություն չէր, ուստի հայրս հրաժարվել է մասնակցել դրան, նշել է Դավիթ Վարդանյանը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով։ Դատախազի բողոքը վերաքննիչ քրեական դատարանի այս տարվա հունվարի 19-ի որոշման դեմ, ըստ որի Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքով։ Դատախազությունը պահանջում է վերացնել այդ խափանման միջոցը եւ ընտրել կալանքը։ Դատախազությունը գործերի 90%-ով բողոքներ է ներկայացնում, երբ իրենց սրտով չի լինում, որպես կանոն վարույթ չեն ընդունում։ Չեմ կարծում, որ այս բողոքն էլ վարույթ կընդունեն, քանի որ դեռ քննության փուլում է։ Այս մասին հայտնել է Դավիթ Համբարձումյանի պաշտպաններից Տիգրան Աթանեսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար TikTok սոցիալական ցանցում հայտնի Հայկ Եղյանի նկատմամբ նշանակվել է տնային կալանք եւ բացակայելու արգելք, այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Ռոման Երիցյանը։ Որոշումը կայացրել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանը։ Ըստ պաշտպանի Հայկին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է նույնիսկ տուգանք կամ հանրային աշխատանքներ, մինչդեռ քննչական կոմիտեն գտել էր, որ որպես խափանման միջոց պետք է ընտրել հենց կալանքը։ Սահմանադրական կարգի տապալման հետ առնչություն չունեմ, քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, այս մասին հայտարարել է Հայաստան խմբակցության падգամավոր պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը եւ նրա կազմում գլխավոր շտաբի պետը գործել են բացառապես այն նպատակով, որ կարողանան հանրապետության մայրաքաղաքում պաշտպանել այն կարևոր օբյեկտները, որոնք ազդեցության տակ էին գտնվում ոչ խաղաղ ցուցարարների կողմից, նշել է Օհանյանը։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 26-ին մի շարք օրենքներ է ստորագրել։ Խաղային գործունեության կարգավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, գնումների մասին օրենքում լրացում կատարելու մասին, պետություն մասնավոր գործընկերության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը։ Չինաստանից պահանջել միանալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև միջուկային զինաթափման բանակցություններին անարդար է եւ անիրագործելի այս փուլում, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։ Չինաստանի միջուկային ուժերը գտնվում են բոլորովին այլ մակարդակի վրա, քան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ուժերը։ Պահանջելով Չինաստանից մասնակցել այսպես կոչված եռակողմ միջուկային զինաթափման բանակցություններին, Չինաստանի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև այս փուլում անարդար է, իրացիոնալ եւ անիրագործելի, ասել է խոսնակը։ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Աբու Դաբիում մարտի սկզբին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին Ժնևում ԱՄՆ ներկայացուցիչների հետ ուկրաինական պատվիրակության հանդիպումից հետո։ Ուկրաինայի հարցով հաջորդ եռակողմ բանակցությունները ամենայն հավանականությամբ տեղի կունենան Աբու Դաբիում մարտի սկզբին, նշել է Զելենսկին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը տեղյակ են եղել ֆինանսիչ Ջեֆրի Էփշտեյնի գործունեության մասին։ Բիլ Քլինթոնը ամեն ինչ գիտեր եւ Հիլարի Քլինթոնն էլ գիտի, այնինչ նա երեք ասում է սուտ է, նշել է Զախարովան։ Նրա խոսքով Քլինթոնների ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը։ Ավելի վաղ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Պաուլինա Լունան հայտնել էր, որ Էփշտեյնի գործով հարցաքննության ժամանակ Հիլարի Քլինթոնը կենտրոնացել է ֆինանսիստի հնարավոր կապերի վրա օտարերկրահատուկ ծառայությունների հետ, առաջարկելով ուսումնասիրել նրա առնչությունները Իրանի, Իսրայելի եւ Ռուսաստանի հետ։
Իրանը պատրաստ է նպաստել Աֆղանստանի եւ Պակիստանի միջև հակամարտության կարգավորմանը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Աֆղանստանը եւ Պակիստանը պետք է լուծեն իրենց արկա տարաձայնությունները բարյադրացիական հարաբերությունների շրջանակներում եւ երկխոսության միջոցով։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել երկխոսությունը խթանելու եւ երկու երկրների միջև փոխըմբռնումն ու համագործակցությունը ամրապնդելու գործում, հայտնել է նախարարը։ Գերմանական թերթի փոխանցման Վոլոդիմիր Զելենսկին դիվանագիտական սկանդալ է առաջացրել։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վադեֆուլին շնորհելով նրա կոչմանը չհամապատասխանող շքանշան։ Թերթը նշում է, որ Զելենսկին Վադեֆուլին շնորհել է երկրորդ աստիճանի արժանիքի շքանշան, մինչդեռ նա արժանացել էր առաջին աստիճանի արժանիքի շքանշանի։ Դաշնային արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Վոլոդիմիր Զելենսկու կողմից պարգևատրվել է երկրորդ աստիճանի արժանիքի համար շքանշանով, սակայն շքանշանի կանոնադրության համաձայն ինքնիշխան պետությունների նախարարները իրականում ստանում են առաջին աստիճանի շքանշան, նշվում է հոդվածում։ Ըստ կանոնադրության երկրորդ աստիճանը իրականում նախատեսված է կառավարության եւ խորհրդարանի ղեկավարների տեղակալների, նախարարների, կենտրոնական կառավարության այլ մարմինների ղեկավարների եւ դեսպանների համար։ Չինաստանը ուշադիր հետևում է Պակիստանի եւ Աֆղանստանի միջև ստեղծված իրավիճակին եւ կոչ է անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։ Չինաստանը ուշադիր հետևում է իրավիճակին, ընդգծել է պաշտոնյան։ Բրիտանացի եւ ֆրանսիացի դեսանտայինները ավարտել են այսպես կոչված կամավորների կոալիցիայի զորքերի Ուկրաինա հնարավոր տեղակայման նախապատրաստական աշխատանքները, եթե հակամարտությունը դադարի։ Այս մասին հաղորդել է Daily Telegraph-ը։ Թերթի տվյալներով ավելի քան 600 բրիտանացի դեսանտայիններ ֆրանսիական եւ իտալական զորքերի աջակցությամբ վարժական գործողություններ են անցկացրել Բրետանում։ Սա 9-օրյա Օրիոն վարժանքների մի մասն է, որոնք սկսվել են փետրվարի 24-ին, մոտ 2000 զինվորների մասնակցությամբ։ Թերթը չի ներկայացնում վարժությունների ավարտի մասին պնդումը հաստատող ապացույցներ, սակայն նշում է, որ բրիտանական զինված ուժերի թիվը հասել է մոտ 70,000 անձնակազմի, ամենացածր ցուցանիշը վերջին 200 տարվա ընթացքում։ Հրատարակությունը նաև նշում է, որ վարչապետ Քիր Սթարմերին զգուշացրել են, որ Մեծ Բրիտանիան ստիպված կլինի զորքերը դուրս բերել Էստոնիայից եւ Կիպրոսից մեկ բրիգադ ամբողջությամբ համալրելու համար, եթե այն անհրաժեշտ լինի վերաբաշխել Ուկրաինա։ Ռուսաստանին զսպելու առումով մեզ անհրաժեշտ է եւս 3-ից 5 տարի, որպեսզի կարողանանք դիմակայել լուրջ բախման խոշոր տերության հետ, մի հակամարտության, որը աշխարհագրորեն սահմանափակ է ձևով եւ մասշտաբով, թերթին ասել է պաշտպանության փոխնախարար Ալիստեր Կարնեսը։ Իրականությունն այն է, որ մեր զորքերը անկախ նրանից դա մեզ դուր է գալիս թե ոչ, շատ առումներով չեն փոխվել 1990-ականներից ի վեր, ընդունել է փոխնախարարը։ Ռուսաստանը կոչ է անում Աֆղանստանի եւ Պակիստանին հնարավորինս շուտ դադարեցնել փոխհրաձգությունները եւ լուծել տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով, հաղորդում է Աֆղանստանում Ռուսաստանի նախագահական հատուկ ներկայացուցիչ եւ արտաքին գործերի նախարարի խորհրդական Զամիր Կաբուլովին։ Կաբուլովի խոսքով մենք կողմնակից ենք փոխհրաձգությունների վաղ դադարեցմանը եւ տարաձայնությունների դիվանագիտական կարգավորմանը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը կարող է միջնորդության ծառայություններ տրամադրել, եթե երկու կողմերն էլ դիմեն դրա համար։ Պաշտպանության նախկին նախարար ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի կնոջը Ռուզաննա Խաչատրյանին վերաբերող գործը մուտք է եղել դատարան փետրվարի 26-ին։ Գործը մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին, մեղադրանքի առաջադրվել նաև Ռուզաննա Խաչատրյանի ազգականներ Աննա Բադալյանին եւ Կարինե Մարգարյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս համակարգից։ Սեյրան Օհանյանի կնոջը Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանին մեղադրանքի առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել եւ ղեկավարել է Աննա Բադալյանի եւ Կարինե Մարգարյանի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը, կազմակերպել եւ ղեկավարել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը, որը դրսևորվել է այդ գույքերն ապօրինի օտարելով։ Ինչպես նաև 2022 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ իր կողմից ներկայացված հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա թվով երկու անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը։
Բաքուն գործում է միջազգային արդար դատավարության սկզբունքների դեմ, այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում ստատուս քվո հաղորդման շրջանակում ասել է Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչ փաստաբան Սիրանուս Սահակյանը։ Նա նաև մեկնաբանել է Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որոշումը, ըստ որի նա չի բողոքարկելու Ադրբեջանի ապօրինի վճիռը։ Եվ մենք միջազգային պրակտիկայում էլ չունենք դեպք, երբ ինքնորոշման իրավունք իրացրած լիդերները ենթարկվեն քրեական պատասխանատվության, ահաբեկչության կամ պատերազմական հանցագործությունների համար։ Եվ մենք տեսնում ենք նաև կոլեկտիվ պատասխանատվություն, ինչը մերժված է քրեական իրավունքում, որտեղ քրեական իրավունքը պահանջում է դուրս բերել անհատական գործողությունները, որոնք կատարվել են անձի կողմից եւ յուրաքանչյուր գործողության առնչությամբ առկա է անձի մեղքը։ Հիմա այս պարագայում, այո, շատ կոնկրետ, պետք է մեղավորությունը յուրաքանչյուր արարքի դրվագի հետ հիմնավորված լինի։ Տվյալ պարագայում մենք տեսնում ենք, որ անգամ 90-ական թվականների գործողությունները դրված են Ռուբեն Վարդանյանի դատավճռի հիմքում, մեղսագրված են Ռուբեն Վարդանյանին, եւ սա հիմք է տալիս պնդելու, որ գործ ունենք ոչ թե անհատականացված պատասխանատվության, այլ հավաքական պատասխանատվությունը կոնկրետ անձանց վերադնելու երևույթի հետ, Հայրենիքը որոշել է չմասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիք կուսակցությունը, որում ասվում է. Հայրենիք կուսակցության գործադիր մարմինը փետրվարի 26-ի նիստում բազմակողմանիորեն քննեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, արկա ներքին եւ արտաքին մարտահրավերները, ինչպես նաեւ նախընտրական փուլին բնորոշ զարգացումները։ Նպատակ ունենալով հնարավորին նպաստել ընդդիմադիր ձայների համախմբանը եւ մյուս կողմից չգնալ գաղափարական հիմք չունեցող արհեստական դաշինքների եւ կամ միավորումների ձևավորման ճանապարհով, կուսակցության գործադիր մարմինը որոշեց չմասնակցել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին, կուսակցության անդամներին, համակիրներին եւ աջակիցներին առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածին ըստ սեփական նախընտրության։ Հետևողականորեն շարունակել Հայրենիք կուսակցության զարգացման գործընթացը կուսակցաշինության բոլոր ուղղություններով։ Պակիստանի եւ Աֆղանստանի սահմանին զինված բախումներ են սկսվել։ Այս մասին հայտնել է 201-րդ բանակային կորպուսից Թալիբան շարժման խոսնակ Խալիբ Իբն Վալիդը։ Նրա խոսքով աղվանական ուժերը երկրի արևելյան նահանգներում պատասխան գործողություններ են սկսել պակիստանյան զորքերի դեմ։ Գործողության ընթացքում ըստ տեղեկությունների արդեն գրավել են թշնամու 3 սահմանային կետեր։ Բախումները տեղի են ունեցել Աֆղանստանի Նանգարհար նահանգի Նազիան շրջանում, Դուրանտ շփման գծի մոտ, որը երկու երկրների միջև փաստացի սահմանն է։ Ըստ աֆղանական կողմի գործողությունը Պակիստանի կողմից իրենց տարածքին հասցված օդային հարվածների պատասխանն է։ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ մարտերը տարածվել են մի քանի սահմանային շրջաններում։ Թեհրանը մտադիր չէ ընդունել Վաշինգտոնի պահանջները իր միջուկային ծրագրի լիակատար ապամոնտաժման կամ հարստացված ուրանը Միացյալ Նահանգներին փոխանցելու վերաբերյալ, հաղորդում է Ալ-Ալամ հեռուստաընկերությունը, հղում անելով անանուն իրանցի պաշտոնյային։ Ուրանի հարստացման լիակատար դադարեցման, միջուկային օբյեկտների ապամոնտաժման եւ հարստացված ուրանի պաշարների դուրսբերման սկզբունքը բացարձակապես անընդունելի է, հայտնել է նա։ Հայտարարությունը հնչել է Իրանը-ամերիկյան միջուկային բանակցությունների վերջին փուլի ֆոնին, որը տեղի է ունեցել 5-շաբթի օրը Ժնևում։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացրել Իրանի դեմ ռազմական ուժի հնարավոր կիրառման վերաբերյալ առաջարկներ։ Այս մասին հայտնել է ամերիկյան Axios պորտալի եւ իսրայելական Channel 12 հեռուստաալիքի թղթակից Բարակ Ռավիդը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։ Նա նշել է, որ Քուփերը 5-շաբթի օրը նախագահ Թրամփին տեղեկացրել է Իրանի դեմ ռազմական տարբերակների մասին։ Ռավիդը չի մանրամասնել, թե արդյոք ամերիկյան կողմը որևէ որոշում է կայացրել այս հարցի վերաբերյալ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ բրիտանական զորքերի տեղակայումը Ուկրաինայում կնպաստի ռազմական հակամարտության ձգձգմանը եւ կմեծացնի դրա մասշտաբները։
Բրիտանական զորքերի տեղակայումը Ուկրաինայում չի նշանակում պատերազմը վերջացնելու հնարավորություն։ Այն կբերի հակամարտության երկարացման եւ լայնամասշտաբ ռազմական բախումների ռիսկերի աճի, որոնց կարող են մասնակցել ավելի շատ պետություններ, նշել է Զախարովան, մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի կարծիքը զորքեր Ուկրաինա ուղարկելու ցանկության մասին։ Իրանի դեմ հնարավոր ռազմական հարվածը դժվար թե սպառի ԱՄՆ-ի զինանոցը կամ լուրջ վտանգի ենթարկի ամերիկացի զինծառայողներին։ Նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Պերենջիևը, մեկնաբանելով թեման ռուսական մամուլին։ Նրա խոսքով ԱՄՆ-ի ռազմական ռեսուրսների իրական ծավալը պետական գաղտնիք է, սակայն դժվար է ենթադրել, որ Իրանի դեմ գործողությունները կբերեն սպառազինության պաշարների սպառման։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում ունի բազմաթիվ ռազմաբազաներ, սեփական ռեսուրսներով, ինչպես նաև կարող է օգտվել Մեծ Բրիտանիայի եւ այլ արևմտյան երկրների հնարավորություններից։ Վերջինս նաև ենթադրել է, որ հնարավոր դեֆիցիտի մասին հրապարակումները կարող են լինել նպատակային տեղեկատվական արշավ, հասարակական կարծիք ձևավորելու համար։ Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիվ Չաղաթայ Քլչը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովայևի հետ։ Նշվում է, որ Խովայևի գլխավորած պատվիրակության հետ քննարկվել են Թուրքիա-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները։ Բացի այդ, կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում վերջին զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության հաստատմանը միտված կարգավորման գործընթացին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բաժանվել են։ Այս մասին հայտնել է Աննա Հակոբյանը, նշելով, որ հեռանում է կառավարական առանձնատնից։ Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ։ Ինչպես արդեն հայտարարել էի, իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է, թեև որոշակի խառնաշփոթ առաջացավ պայմանավորված այն հանգամանքով, որ ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, իսկ ես նշել էի այդպես, որովհետեւ մենք այլ ամուսնություն չունենք։ Այսօր փետրվարի 25-ին ես լքում եմ կառավարական առանձնատունը, բայց քանի որ շատ սպասելի է, որ առաջիկայում տաքսիստները, տաքսու վարորդները տարբեր անհայտ անձինք տրանսպորտներում վստահաբար տարբեր տեղեկատվություն կտարածեն իմ մասին, մասնավորապես թե ոնց եմ ես այս տունը վերցրել հիմքից եւ հետս տարել, անհրաժեշտ եմ համարում մի քանի փաստ անձամբ ձեզ տեղյակ պահել։ Փաշինյանը եւս անդրադառնալով ամուսնալուծությանը նշել է. Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Վերջին 30 տարին իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում, հավելել է Փաշինյանը։ Եղանակը առաջիկա օրերին փետրվարի 28-ին շրջանների մեծ մասում, մարտի 1-ին 2-ի գիշերը 4-ից 3-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Լեռնային եւ նախալեռնային շրջաններում ձյան, խովտային շրջաններում ձնախառն, անձրևի եւ անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաեւ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 28-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 2-ից 3-ը 3-ին 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ին կնվազի 8-ից 10 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 28-ին մարտի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առավելապես ձյան տեսքով։ Մարտի 2-ից 4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։